Ինչ է սպասվում աշխարհին, առաջնության պայքար, թե մոլորակի պայթեցում։ Երրորդ համաշխարհային այս պատերազմն աղետալի վիրուսի նման տարածվում է։ Փաստորեն աշխարհի վերաբաժանումից ով ինչ երազել է զավթել, այսօր հարմար պահ են համարում։ Ոտքի են ելել նաև արաբական որոշ երկրներ։ Ժողովուրդն ասում է. «Եզն ընկնի, դանակ վերցնողները կշատանան»։ Իրանում հրթիռակոծվել է օրերս հուղարկավորված կրոնական առաջնորդի Դամբարանադաշտի տարածքը։ 44-օրյա Արցախյան պատերազմի ժամանակ այդպես հարվածեցին Ղազանչեցոց եկեղեցու գմբեթին և Ստեփանակերտի հիվանդանոցին։ Ազգային սրբություններին դիպչել նշանակում է խփել ազգի ոգուն, գցել պայքարի դիմադրողականությունը։ Պատերազմը ոչ խիղճ է ճանաչում, ոչ բարոյականություն, նա բիրտուժ է զավթիչների ձեռքին։ Հազարամյակների մշակույթ ունեցող Իրանը դժոխային կրակների մեջ է։ Որդե կորույս իմ Հայաստան, քեզ հոշոտելուց հետո բոլորը հերթով պատժվում են։ Իրանին հզոր Հայաստան է պետք, և նա համառորեն պահեց մեր հարավային սահմանը։ 90-ականներին նա մեզ համար կյանքի ճանապարհ էր։ Երբ հարևանի տունը հրդեհ է բռնկվում, դու պետք է քո տան անվտանգության մասին մտածես։ Հուսով եմ Ալիևի նման մենք էլ իմի ենք բերում մեր ռազմական կարողությունները, քանզի ինքնապաշտպանությունն է ազգերի գոյության խարիսխը։ Այս կրակի վրա ով է ջուր լցնելու։ Ղասեմ Սուլեյմանիի երկիրը պարտվող չէ։ Ուրիշի երկիր քանդողը իր տունն է ավերում, սթափ լինենք, հայրենակիցներ։ Եսակենտրոնությունը հայրենիք չի ճանաչում։ Դարեր շարունակ մենք նրա գերին ենք և մանուկ մնացինք մշտապես օտարի թևի տակ ապրելու վաղվա անպտուղ օրերի մեջ։ Գրում է գրող հրապարակախոս Ռուզան Ասատրյանը։